Եվս մի հրաշք գաթայի բաղադրատոմս, որը խորտ կտամ պատրաստեք միանգամից 2 չափաբաժնով, քանի որ վերջանում է հաշված րոպեների ընթացքում։ Դե ինչ սրտիկեք ու պահպանեք այս բաղադրատոմսը, որպեսզի դուք էլ պատրաստեք ու անցնենք գործի։ 1 կիլոգրամ 100 գրամ նախապես մաղած ալյուրի մեջ ավելացնում ենք 150 գրամ շաքարավազ, 1 թեյ գդալ սոդա, մի փոքր վանիլին, կոտրում 2 ձու, լցնում 1.5 բաժակ մածուն, որը պետք է լինի գոլ վիճակում։ Ավելացնում ենք նաև 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագ ու հունցում փափուկ ձեռքերին չկպչող խմոր։ Խմորը հունցելուց հետո ծածկում ենք ու դնում մի կողմ։ Պետք է առնվազն 1 ժամ հանգստանա։ Մամ ջան, զգաթա ես թխում։ Իմ կողմից շատ սիրուն նվեր ունես։ Այ ապրես տղես։ Ինչ ես նվիրել։ Որ բացես կտենաս։ Մինչ մայրիկս ուրախանում է եւ բացում է իր նվերները, եկեք պատրաստենք խորիզը։ 350 գրամ ալյուրին ավելացնում ենք 400 գրամ շաքարավազ, կես թեյի գդալ վանիլին եւ 200 գրամ կարագ։ Ձեռքով տրորում ենք վերածում փշրանքի։ Դե ինչ խորիզը պատրաստ է, այսպիսի զանգված պետք է ստացվի։ Իսկ մինչ խմորը հասունանում է, եկեք ձեզ ցույց տամ այս հրաշք արծյաթա զարդերը։ Շատ անսահման շատ դուր եկան, որոշեցի նաև ձեզ հետ կիսվել։ Մկրտչյան Silver Instagram-յան էջից կարող եք դուք էլ գնել արծյաթա զարդեր ու ուրախացնել եւ ձեզ եւ ձեր մտերիմներին։ Իդեալական նվեր ինքդ քեզ կամ նրան, ով արժանի է լավագույնին։ Իդեպ առաքումը կատարում են ամբողջ աշխարհում։ 1 ժամ անց խմորը բաժանում ենք 2 հավասարաչափ մասի, ոչ շատ բարակ շերտով կրտնակում։ Այս անգամ ես սովորական կլոր գաթա չեմ պատրաստելու, այլ տարբերվող բազմաշերտ գաթա ենք ստանալու։ Այնպես որ ուշադիր եղեք պատրաստման գործընթացին ու նույն կերպ դուք էլ պատրաստեք։ Յուրաքանչյուր շերտը հարկավոր է պատել հալեցրած կարագով, ավելացնել խորիզ, նոր փաթաթել։ Այնպես ինչպես որ տեսնում եք հոլովակում։ Իսկ գաթայի հաստությունը ինքներդ որոշեք, թե ինչ չափի ու հաստության գաթա եք ուզում ստանալ։ Իմ գաթայի հաստությունը մոտ 1.5-2 սանտիմետր է։ Գաթայի երեսը պատում ենք հարած ձվով, նախ շեր անում ու ուղարկում ջերոզ թխվելու, թխելու ենք 200 աստիճանի տակ, մինչ ոսկեգույն դառնալը։ Թխվում է մոտավորապես 35-ից 40 րոպե։ Ահա եւ մեր համով հոտով գաթան արդեն պատրաստ է։ Իդեպ շատերդ եք գրում, որ գաթան ձեզ մոտ չոր է ստացվում։ Պատրաստեք այս բաղադրատոմսով եւ կտեսնեք, թե որքան փափուկ ու նուրբ գաթա է ստացվում։ Եթե բազմաշերտ գաթա մինչդեռ չեք պատրաստել, ապա փորձեք, վստահ եմ, որ շատ կհավանեք։ Դե ինչ, պահպանեք այս բաղադրատոմսը, որպեսզի չկորցնեք, սրտիկեք, եթե հավանեցիք, իհարկե կիսվեք այս հոլովակով նաև ձեր ընկերների հետ ու բաժանորդագրվեք իմ տնական բաղադրատոմսեր ալիքի։ Իմ էջում շատ հեշտ ու համեղ բաղադրատոմսեր կան, այնպես որ անպայման բաժանորդագրվեք։